Կարապետյան արշակի վրա քրեական գործ են կառուցել, ինչ հարցերով չգիտեմ։ Ու սաղ ցանցը սկսնակ քննարկել։ Նոտա ենք տվել Ռուսաստանի դեսպանին, դա էլ թեմա է։ Ու սաղ ցանցը տեսեք ինչ տղեկ ենք Ռուսաստանին նոտա տվին։ Դուք կզած գալիս եք Ռուսաստան գնում եք դրա մասին մտածեք, ձեզ ոչ միտեղ չեն հարգում։ Կզած գնում եք Ֆրանսիա, կզած գնում եք, չգիտեմ, Ամերիկա։ Նենց ես նստում այդ նախագաների կողքը, երևում է որ դու իրաց ճուտն ես։ Քո հետ ոչ մեկ ձեր հետ չի խոսում։ Նորից ասում ենք, չունենք պատիվ աշխարհում։ Հիշեք, նույնիսկ այդ նախագաներին նախքին որ մենք չենք սիրում այդքան։ Հիշեք իրանց պահվածքը, իրանց կերպարը, հաղթած երկրի ղեկավարի պահվածքը եւ հիշեք նայեք այսօրվանի պահվածքը։ Ես նույնպես եմ ասում, ես ասել եմ, նրանք էլ իրենց վատ դերն են կատարել։ Բայց ինչ ճիշտն է դա եմ ասում։ Ոչ տեսք ունի, ոչ ներկայացչական ինչ-որ բան ունի, մակարդակ ունի։ Սկզբից բեյսբոլկով էր մանգալի բոթասներով։ Հետո կեպի հագավ, որ դառնա Լենին պապի գաղափարներ արձակի։ Հետո տեսավ էդի չի ստացվում, մեր ցիլոյով է մանգալի։ Եթե մի հատ էլ պստիկ sense կլոր աչքիներ դնի, կնմանարվի Բերիային։ Այդ մարդը իր կերպարը չի գտնում։ Ինքը չի հասկանում ինքը ով է։ Ինքը ամեն անգամ կերպարա փոխում։ Ինքը չգիտի ինքը ով է։ Մեծ աշխարհի մեծ ղեկավարները երբեք կերպար չեն փոխել։ Ասեք մի նախագահ, մի երկրի ղեկավարի անուն, որ ինքը կերպար փոխի, կամ ամեն առավոտ իր գործը սկսվի Facebook-ից, Ժորժ ջան, մենք օրինակ ունենք վերցնելու շատ կողքի մեր հարևան ժողովուրդներից, օրինակ վրացիներից, օրինակ պարսիկներից, որ պայքարում են իրենց իրավունքների համար։ Ել չեմ ասում եվրոպական ժողովուրդներին, օրինակ Ֆրանսիայից, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ այդքան սիրում են, տեսեք, այսօր նրանք պայքարում են ինչ-որ, կարող ճիշտ են, սխալ են, կապ չունի։ Բայց գնում են պայքարի, որ իրենց ճիշտը տեղ հասկացնեն։ Իսկ մենք կներեք էշիականջին քնած ենք։ Պետք է ասեմ։ Կոպիտ է, բայց այդպես է։ Ու սպասում ենք, որ ինչ-որ դրսից մեկը գա կփոխի։ Այդպես էլ կլինի, եթե մենք չանենք։